Սիրելի ժողովուրդ, սիրելի բարեկամներ, այս վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ իրավիճակը թեժանում է։ Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ ռեժիմը կորցնում է ինքնատիրապետումը։ Սերժ Սարգսյանը եւ իր հանրապետականները տեսնելով, որ այլևս ի վիճակի չեն զսպել այս ակցիաների բարձրացող ալիքը, անցել են ամենաստորաքարշ, ամենաստոր մեթոդների։ Դուք հիշում եք, նրանք այդպիսի բաներ անում էին 2008-2009 թվականին, այսինքն մեր ակտիվիստների վրա ինչ-որ անծանոթ մարդիկ քաղաքացիական հագուստներով հարձակվում էին, ծեծի էին ենթարկում, բայց այն ժամանակ 2008-2009 թվականներին մեր շարժումը շատ ադեկվատ պատասխան էր տալիս, այսինքն ամեն մի նման դեպքից հետո այնքան էր զայրույթ արտահայտվում, այնքան մարդ էր փողոց դուրս գալիս, որ ռեժիմը շատ շուտ հասկացավ, որ նման կեղտոտ մեթոդներով, նման կեղտոտ բռնություններով նա որևէ հաջողության չի հասնի եւ անցան ավելի այսպես կոչված ցիվիլ վարվելակերպի։ Բայց հիմա կարծես այդ աստվածապաշտ Վովա Գասպարյանը, նրա աստված, իրական աստված Սերժ Սարգսյանը, որովհետև թե նա աստված է պաշտում, իր աստվածը Սերժ Սարգսյանն է, հիմա միայն նրան է պաշտում։ Այդ թիմը հանրապետականներով հանդերձ, նրանք այլևս կորցրել են ինքնատիրապետումը եւ անցել են այս դաժան, ինչ ասեմ, վախկոտ, տղամարդուն ոչ վայել, արդեն օրենքի մասին չեմ խոսում, օրենքի քաղաքական ուժին ոչ վայել, նրանք վաղուց չեն ընկալվում մեր կողմից որպես օրինապաշտ կամ ինչ ասեմ, նորմալ քաղաքական գործիչներ կամ մտածողներ, բայց արդեն տղամարդուն ոչ վայել արարքների են անցնում։ 10 օրվա ընթացքում արդեն որ երրորդ հարձակումն է ակտիվիստների վրա եւ երեք մենք այցելեցինք հիվանդանոց մեր երկու ընկերները, որոնց մենք ճանաչում ենք վաղուց որպես շատ ակտիվ մասնակից մեր շարժման, Սուրենը եւ Հայկակը ահավոր վիճակում են գտնվում, իսկապես դաժանաբար նրանց ծեծել են, իհարկե տղերքը շատ բարձր տրամադրություն ունեն, շատ մեծ հումորով, շատ դուխով եւ դա միակ պատասխանն է այս տականքներին, մեր դուխն է իրականում պատասխանը այս տականքներին, բայց այն ինչ որ արվել է, իսկապես ցույց է տալիս մեր այս այսօրվա ռեժիմի, ինչ ասեմ, դեմքը, գազանային դեմքը։ Հիմա այս հարցով մենք մի այսպեսի մտահղացում ունենք, ընդ որում սա կապված չի միայն այս բռնությունների հետ, այլ բոլոր այն բռնությունների, որոնք կիրառվել են այս ռեժիմի նկատմամբ մեր ազատատենչ հայ ժողովրդի նկատմամբ։ Մարտի 1-ին կիրառվեց, ավելի վաղ, եթե հիշում եք, 2004 թվականի ապրիլի 12-ին, այս առումով ես մի հետաքրքիր դրվագ եմ ուզում ներկայացնել ձեզ, կապված 1983 թվականին Ստրասբուրգում ստորագրված մի կոնվենցիայի հետ, որը կոչվում է այսպես, կներեք,
բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին Եվրոպական կոնվենցիա։ Սա ասում եմ 1983 թվականին ընդունված կոնվենցիա է, որին Հայաստանը միացել է։ Եվ հիմա մի հետարքիր բան պատմեմ սրա կապակցությամբ։ Այս կոնվենցիան ոչ միայն մտել է ազգային ժողովի մեծ օրակարգ, այլ նաև մտել է այն ժամանակ երրորդյաներ էին, ոչ թե քառորդյաներ, երրորդյայի օրակարգ։ 2004 թվականի մարտի 15-ին այս կոնվենցիան պետք է ընդունվեր Հայաստանի ազգային ժողովի կողմից։ Կոնվենցիայի ամբողջ իմաստը այն է, որ եթե մարդկանց դեմ կիրառվում է բռնություն, եւ նրանք չեն կարողանում գտնել մեղավորներին, կամ դա արվում է պետական մարմինների կողմից, պետությունները, որոնք միանում են այդ կոնվենցիային, պարտավոր են կոմպենսացնել այդ բռնությունների զոհերին։ Կամ այն մարդկանց, ում մարմնական վնասներ են հասցվել, կամ էլ եթե մարդիկ մահացել են այդ բռնության հետևանքով, ուրեմն կոմպենսացիան արվում է նրանց հարազատներին, նրանց բարեկամներին, ընտանիքներին։ Եվ ինչ եք կարծում, ինչու քառորդյա կամ երրորդյա այն ժամանակ մտած կոնվենցիան ազգային ժողովի օրակարգից չի հանվել, բայց երբեք այդպես էլ չընդունվեց։ Շատ պարզ բացատրություն ունի։ Ուրեմն տեսեք, 2004 թվականի մարտի 15-ին դա մտել է օրակարգ, նույն թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցան բռնությունները ընդդիմության նկատմամբ։ Եվ այս ռեժիմը հայտնվեց մի դժվարին վիճակի մեջ։ Այն հարցը, որ մտել է քառորդյա, այլևս չես կարող հանել։ Բայց մյուս կողմից, եթե վավերացնեին կոնվենցիան, դա նշանակում էր, որ բռնությունների ենթարկված զոհերը հնարավորություն կստանային դիմել փոխհատուցման համար։ Եվ ահա ինչ ռազմավարություն ընտրեց ռեժիմը։ Ուղղակի այդ հարցը թողնելով փոքր օրակարգի մեջ, մինչև հիմա չի դրվում քննարկման։ Ազգային ժողովի պատմության մեջ դա միակ հարցն է, որ արժանացել է նման ճակատագրի։ Եվ այսօր ժամը 5:30 ազգային ժողովում քառորդյայից առաջ ավանդական օրակարգի ձևավորման նիստ է կայանալու, որին իրավունք ունեն մասնակցել նաև խմբակցությունների ղեկավարները, եւ ես հայտարարում եմ, որ այսօր ժամը 5:30 գնալու եմ այդ նիստի, այդ խորհրդակցությանը եւ պահանջելու եմ, որ ազգային ժողովի նախագահողը առաջիկա քառորդյայում անմիջապես այդ հարցը, որ արդեն 9 տարի է փաստորեն մնացել է այսպես անտեր, այդ հարցը վերջապես դրվի քննարկման։ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը ամեն ինչ անելու է, որ այդ կոնվենցիան վերջապես վավերացվի ազգային ժողովի կողմից, որ այս ապօրինությունը վերջացվի։ Եվ դա ասում եմ, շատ կարևոր քաղաքական միջոցառում է, որը կարևոր հետևանքներ է ունենալու։ Այդ կոնվենցիան ռատիֆիկացվի կամ անգամ եթե չրատիֆիկացվի, մենք մեկը մեր ջանքերը կշարունակենք, մենք պետք է պարլամենտում դարձնենք հիմնական հարցերից մեկը փոխհատուցումը բռնության զոհերի համար։ Լինի դա մարտի 1-ի բռնությունները, լինի դա ապրիլի 12-ի բռնությունները, լինի այն ստոր բռնությունները, որոնք տեղի են ունենում այս վերջին 10 օրերին։ Սա մենք դարձնելու ենք կարևորագույն հարց։ Այս տականքները պետք է պատասխան տան իրենց բոլոր հանցագործությունների համար։ Նաև այն ստորությունների համար, որ իրենք կատարում են այս վերջին 10 օրվա ընթացքում։ Այս քառորդյան մենք պետք է դարձնենք այդ պատասխան տալու քառորդյա իրենց համար։
Ազատություն Տիգրան Առաքելյանին եւ Դմիտրի Հարությունյանին։ Ազատություն! Ազատություն!